Սաղմոս 9. Ես կգոհանամ քեզանից, Տեր, իմ բոլոր սրտովը, կպատմեմ քո ամեն հրաշքները, ուրախ կլինիմ ու կծնծամ քեզանով, սաղմոս կասեմ քո անունին, ով բարձրյալ։ Իմ թշնամիները ետ դառնալիս կործանվում և քո երեսիցը կորչում են, որովհետև դու արիր իմ դատաստանը և իրավունքը, դու աթոռի վրա նստեցիր, ով արդար դատավոր։ Դու սաստեցիր հեթանոսներին և կորցրիր ամբարշտին, նրանց անունը ջնջեցիր հավիտյանս հավիտենից։ Թշնամիները վերջացան բոլորովին, հավիտենական ավերակներ դարձան, և դու նրանց քաղաքները քանդեցիր, նրանց հիշատակը նրանց հետ կորավ։ Բայց Տերը հավիտյան կա, նա իր աթոռը պատրաստեց դատաստանի համար, և նա աշխարհքս արդարությունով կդատե, և ազգերին ուղղությունով իրավունք կանե։ Եվ Տերը ապավեն է աղքատին, ապավեն նեղության ժամանակներում, և քեզ կհուսան քո անունը ճանաչողները, որովհետև դու չես ձգում քեզ խնդրողներին, Տեր։ Սաղմոս ասացեք Տիրոջը, որ բնակվում է Սիոնումը, պատմեցեք նրա գործքերը ժողովուրդների մեջ, որովհետև արյան վրեժխնդիրը հիշեց նրանց, նա չմոռացավ նեղվածների աղաղակը։ Ողորմիր ինձ, Տեր, և տես իմ նեղությունը, որ իմ ատողներիցն է, դու, որ մահի դռներիցը բարձրացնում ես ինձ, որ քո ամեն օրհնությունները պատմեմ Սիոնի աղջկան դռներումը, և քո փրկությունովը ցնծամ։ Հեթանոսները կուլ գնացին այն հորի մեջ, որ շինեցին, և նրանց ոտները փաթաթվեցան այն վարմի մեջ, որ թաքցրին։ Տերը հայտնի եղավ, նա դատաստան արավ, ամբարիշտն իր ձեռքի գործքերումը բռնվեցավ։ Ամբարիշտները դժոխքի մեջ պիտի ետ դառնան, և ամեն ազգերը, որ մոռանում են Աստծուն, որովհետև աղքատն իսպառ չի մոռացվի, և խեղճի հույսը հավիտյան չի կորչի։ Վեր կաց, Տեր, որ մարդը չզորանա, թող հեթանոսները դատվին քո առաջին։ Տեր, ահ ու վախ տիր նրանց վրա, թող հեթանոսներն իմանան, որ մարդիկ են։